Արևտուր չենք անում, գալիս է ժամը 3 եկել է մինչև ժամը 4, ես հալա սեվտա չէի արել։ Ոչ մի արևտուր չի գնում, ահա որ վիճակ է մեր վիճակը։ Առհասարակ արևտուրը նստել է արդեն, վիճակները շատ վատ է։ Դուք ինքներդ ինչով եք պայմանավորում դա։ Ես դրանով, որ չգիտեմ, թանկությունը ընկել է, ամեն ինչը թանկություն է, ժողովրդի ձեռքին գումար չկա, ժողովուրդը ստիպված թողնում գնում են, արդեն ժողովուրդ չկա, որ առնեն այստեղ։ Հունվարի 1-ից կրկին թանկացումներ են լինելու կապված Եվրասիական տնտեսական միության հետ։ Կանխատեսումներ կա, ինչ վիճակ կլինի 2016-ում Ավելի վատ է լինելու, սա կթողնեն կգնան այստեղից։ Սա դուրս կգան դեպի Ռուսաստան, Եվրոպա կգնան, արդեն ավելի մեր արևտուրը սավսեմ կնստի, ֆիլդուսին կփակվի, վիճակը ավելի կվատանա։ Փետրվարից շրջանառության մասին օրենքը կմտնի եւս ուժի մեջ, որը վերջերս արկախվեց։ Խոսքը հարկման, փաստաթղթավորման մասին է։ Դա ինչպես կանդրադառնա։ Որտեվ ժողովուրդը օրինակ մեկը ես մանր մնուր ապրանքներ ունեմ, ես չեմ կարա մի օր հատկացնեմ, որ ես ինչ որ նստեմ հաշվարկ անեմ, ինչ անեմ, հետո մարդա բերում է տալիս ասում է էս վաճառի։ Ես ոնց կարող եմ ես այդ շրջանառության մեջ մտցնեմ, մեկ էլ հանեմ, չենք կարա, խաթլում ենք իրար։ Հենց այդ դրանից շատը կթողնի կհեռանա։ Եթե այդ ֆաստաբանությունը արդեն եկավ, արդեն ժողովուրդը շատ այստեղ խոսակցություն է գնում, որ մենք կթողնենք ասում արևտուրը։ Հնարավոր է շուկան փակվի։ Վատ է, շատ վատ է, ահա որ վատ է։ Չգիտեմ, մի խոսքով ժողովրդի վիճակը շատ ահա որ վատ է ու ծանր է։ Շատ վատ վիճակ է։ Ընդհանրապես արևտուր չկա, ընդհանրապես։ Ժողովուրդը ավելի շատ ցանկություն ունի մթերքի հարցերը լուծի, քանց նմանատիպ շուկաներ է մտնի։ Ոչ մեկի ձեռը փող չկա։ Դրամ չկա, որպեսզի գա մի բան վերցնի։ Դե կուրսերն էլ ավելի սարսափելիորեն վատացրեցին այս վիճակը։ Անպայման կազդի, եթե բարձր տոկոսով ես վերցնում, առնում, բերում, պարզ ման է։ Եթե դրսից են բերում, անպայման դոլարով, եթե ներսից է դրամով, բայց համարժեք դոլարի։ Բայց այսօր ամենաէժանը էլի մեր մնացորդը ավելի շորն է, 5 գներով, անգամ պակաս, անգամ իրագնով, որպեսզի դրամ կա ձեռքներս, անգամ դա էլ չի լինում։ Արևտուր լինում է օրվա ընթացքում։ Ոչ, անձամբ ինձ մոտ ամբողջ շաբաթը 0-ով եկել եմ առավոտյան, իրիկունը առանց որևէ մի բանի գնացել եմ տուն, արդեն մի շաբաթից ավել է։ Իսկ ինչպես է հաջողվում ձեզ այստեղի փողը վճարել եւ այլն, այդ ծախսերը հոգալ։ Դե իրար հետ յոլա ենք տանում, պարտք ենք մնում, վաղը լավ կլինի, կամ մեկը մի բան լինի, անմիջապես այդ հարցը լուծում, նու սարսափելի վիճակ է։ Այս սենց ելնում էր մենակ հունվարին, այս վիճակ։ Հիմա ասենք նոր տարիա, բայց չկա տես բաներ էլի։ Հիմա լավ չի։ Չէ, դոլարի հետ կապ չունի։ Մարդ չկա։ Դոլար կա լիքը, բայց մարդ չկա։ Իսկ գները բարձրացել են, դոլարի բարձրացմանը։ Մեր մոտ չի բարձրացել։ Հələ ավելի իջել է գները։ Արևտուր չկա։ Իջացնում ենք, որ գումար վաստակենք, խոզի բու դառնենք, նոր տարի անենք։ Ողորմելի վիճակի մեջ ենք, ինչ պետք է լինի, ոչ ապրանք ենք կարողանում բերենք, ոչ էլ վաճառքն է նորմալ, ժողովրդի ձեռքին գումար չկա նորմալ։ Ահա որ վիճակի է, այս ձևի արևտուր ես առաջի դեպքն է, որ հանդիպում եմ, այն էլ մանկական հագուստով, որ ինչ որ այս կարգի վատ լինի։ Իսկ ինչով եք դա պայմանավորում։ Դες դոլարի խաղերից է կախված էլի։ Ով է ռիսկ անում որ բերի, ոչ ոք։ Գներն եք բարձրացրել չեն կարողանում գնել, թե գները լրիվ նորմալ է մնա, նույնն է մնացել։ Ուղղակի չենք ներկրել, կամ էլ ժողովուրդը գումար չունի, ստիպված էժան է ուզում, էժան էլ գիտակցելով ոնց կարաս էժան տաս, եթե քո վրա թանկանստած։ Անցյալ տարի էլի նորմալ էր։ Չեմ կարող ասեմ վատ ա եղել, գոհ ենք եղել։ Այս տարի ահա որ է։ Իսկ օրվա ընթացքում հաջողվում է ինչ-որ բան վաճառել, առևտուր, ինչ-որ ինչ հաջորդ օրը բերում են հետ կամ էլ բերում են փողելու։
Ազի ուրախանում ես որ մի բան ես վաճառում, հաջորդ օրը ով ա տեսել դեկտեմբերի այս օրերին Ֆիրդուսիում այս կարգի ազատ ինչ որ շրջեն ժողովուրդը։ Նման դեպքը լը չի գրանցվել։ Ես 15 տարի այս շուկայում եմ, հələ նմանատիպ բան չի եղել։ Առաջի դեպքն է։ Եթե փետրվարից փաստորեն ուժի մեջ մտնի նաև շրջանառության մասին օրենքը, հիշում եք որ արկախվեց, ինչ պատկեր կլինի։ Ավելի լավը չխոսենք, պատկերը պատկերացնելու անգամ վախ է առաջացնում։ Չգիտենք։ Չէ, բացարձակ հնարավոր չի։ Ուղղակի որ ժողովուրդը վարկերի տակը կարճված է այս գործին, թե չէ հիմի վաղուց լրիվներ լքել էին։ Ոչ ձեռքա տալիս ոնց որ աշխատես ուղղակի աշխատում ես բանկերի համար, աշխատում ես տեղի փողի համար։ Դու քո սեղանից պարտքով ապրում ես։ Իսկ որ առևտուր չեք անում, ո՞նց է հաջողվում գոնե տեղի փողը վճարել։ Պարտքերի մեջ ենք։ Պարտքերի։ Նիսիայով ենք վերցնում, նիսյաներն ենք աշխատում որ փակենք, բայց չի ստացվում։ Իրոք շատ վատ վիճակի մեջ են, շատ համատարած, մեկը չի, երկուսը չի, բոլորը։ Ում էլ հարցնես, ինչ նոր տարի, այս ձևի, որ այս սրտով պետքա նոր տարի անես, չէ, որտեվ գլխիդ գալիքը արդեն գիտես։ Առավոտից կանգնած եմ, երկրորդ կարգել հաշվամ թամեմ, մի կտոր բան չեմ ծախել, մի կտոր, դեղի փող անգամ չեմ աշխատել։ Ու դա պայմանավորվում եք դոլարի, հա, այս արտարժույթի տատանումների հետ։ Այո, հենց էտա, բա ոնց, եթե դոլարի կուրսը բարձրանում է, դրամը տանում ես դոլար սարքում, գնում ես Թուրքիա հասնում, 2 կտոր շորից բերում, որ մեջ գոնե 1000 դրամ աշխատես, չես կարող աշխատել, չկա։ Այդ դրա համար մարդիկ դժվում են։